ինձ թված նամակս չի հասել։ Ասեմ Վալյանի տեղ են, չի։ Նոր ֆոտոների կոլեկցիա է հավաքում։ Էդ ով էր։ Ընկերս։ Նախկին։ Բայց ոնց որ ինքը չի մտածում, որ նախկին է։ Արի թողնենք, թող Դավիթը գնա խնդրում եմ։ Խոստանում եմ դեղերս կխմեմ։ Հիմա ինձ ասում ես որտեղ է այդ գրիչը, տալիս ենք Մարկին, տանում է տալիս է դրանց, վերջացնում ենք այս թեման։ Ես քո մամայի համար եմ գնացել, որովհետև չգիտեմ ինչի չես տեսնում ինչա քո շուրջ կատարվում, բայց քո մաման իսկապես օգնության կարիք ունի։ Ուզում ես ասես, որ իմ հերը Թող։ Օրը դառնում է կրկնություն, որոշումները կիսատ, երազանքները հետոյի մեջ փակված։ Դու նմանվում ես նրան, ով շունչը պահել է ջրի տակ, սպասելով հարմար պահի, որ դուրս գա, բայց մարմինն ավելի ծանր է, քան փրկվելու ցանկությունը։ Շատ ուշ ես գիտակցում, որ հանձնվում ես, իսկ շունչդ արդեն չի հերիքում։ Ծանր հարցերը բռունցքներ են դառնում, իսկ բռունցք դարձած ձեռքդ ոչ մեկին չես մեկնի։ Մնում է ջուրը, դու ու ապրելու ցանկությունը, ու միշտ չէ, որ ուժեղն է հաղթում։ Նստի։ Ուր։ Մի բանը երկրորդ անգամ չեմ ասելու, ասում եմ նստի։ Ես ոչ միտեղ չեմ գալիս։ Դու մեր տունն էլ չէիր գալիս։ Նստի ասում եմ։ Ես չգիտեմ դու ում ինչ ես զգուշացնելու, բայց ոչ միտեղ չես գնալու, մինչև բոլոր հարցերից պատասխանները չստանամ։ Ես ես քո հայացքը այնքան լավ գիտեմ, Սոֆա։ Այսքան խոսացի, բացատրեցի քեզ, որ վտանգավոր վիճակ է, բայց ոնց որ չես հասկանում։ Գոր ես քեզանից լավ գիտեմ ինչ վիճակ է։ Եթե գիտես, բա ինչի ես լռում։ Ինչ ընկեր ուտ ես պաշտպանում։ Այսօր եկել են տանը չեք եղել, մյուս անգամ չգիտենք ինչ կարող է լինի։ Ասում տուր այդ կրիչը։ Տուր տանք Մարկին, թող տանի տա դրանց վերջացնենք։ Գոր ես Մարկին չեմ վստահում։ Ինչի։ Որ իրան վտանգելով ձեր պահածը տանելու ա ես իմ ում։ Ու քեզ թվում է ինքը վստահ է, որ նորմալ հետ է գալու։ Ու ոչ ես, ոչ Մարկը, ոչ մի մանրամասներ չգիտենք ինչ եք արել ու չգիտենք ինչ սպասենք։ Տալիս ես էդ։ Սոֆա։
Մեքենա չկա։ Մենք քո ուղարկած լոքեյշնով ենք եկել, բայց մեքենա այստեղ չի։ Դու երեք ամբողջ գիշեր իմ հետ ես եղել, առավոտն էլ։ Մեքենա տարել են, բայց ով։ Պատկերացում չունեմ։ Ուրիշ մարդ իմացել է մեքենայի տեղը։ Նոր դու ասացիր, որ քո հետ եմ եղել ամբողջ գիշեր։ Ես ոչ մեկի հետ չեմ խոսել։ Հեռախոսով մենակ չեն խոսում։ Գիրում են, location են ուղարկում, նկարներ են ուղարկում։ Չեմ հասկանում քեզ։ Այդ հարցում մենք իրար շատ նման ենք։ Ես էլ քեզ չեմ հասկանում։ Հիմա իրավունք ունեմ մտածելու, որ դու ինձ հատուկ ես այստեղ կանչել։ Ու հետո ասել ես, որ մեքենա տանեն։ Իմաստը ո՞րն է։ Ընդհանրապես քո արածների մեջ իմաստ կա, Բելա։ Ես առանց քեզ ճանաչելու եկել եմ մոտդ, որովհետև վախեցել ես։ Հազար ձևի հարց եմ տալիս։ Սպասում եմ, համբերում եմ, մտածում եմ քեզ ժամանակ է պետք տալ։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ վստահես ինձ, որ կիսվես հետս։ Ու այդ ամեն ինչը ուղղակի հետաքրքրությունից չի։ Ուզում եմ օգնեմ, որովհետև տեսնում եմ, որ խնդիրներ ունես։ Չգիտես ինչ հորին ես, ասում ես, որ ընտանիքումս խնդիրներ կան։ Որ այնքան հիմար եմ եղել, որ չեմ նկատել այդ ամեն ինչը։ Մի քանի օրում նկատել ես, որ հերս ծեծում եմ օրս։ Այդ մեկը հաստատ չեմ խաբել։ Բա որ մեկն ես խաբել։ Լավ, Դավիթ, վերջացրեցինք։ Ես շնորհակալ եմ, որ օգնեցիր։ Շնորհակալ եմ, որ մտածեցիր իմ մասին, բայց այսքանում վերջ։ Ինչ ուզում ես մտածի։ Մենք էլ չենք հանդիպելու։ Չեղավ, Բելա։ Չեղավ։ Ձեռքս ցավում է։ Դու նես կետի ես կպել, որ ուղղակի չես կարող թողնել ու գնալ։ Ու այս պատմությունը սենց չի ավարտվելու։ Այս ամեն ինչի տակ շատ բան է թաքնված։ Ու քո հայտնվելն էլ պատահական չի եղել։ Մենք այստեղից չենք գնալու, մինչև ես քեզ հավատամ ու ասեմ, որ այդ շատ դժվար է լինելու։ Ընդամենը մի քանի օր առաջ մեծ ցանկություն ունեի քեզ օգնելու։ Բայց հիմա 10 անգամ ավելի մեծ ցանկություն ունեմ քեզ չտեսնելու, Բելա։ Բայց դու մեկը պիտի բացատրես ինձ։ Պիտի պատմես ամեն ինչ։ Թեկուզ վերջում պարզվի այնքան հիմար եմ եղել, որ քեզ այդքան մոտ եմ թողել ինձ։ Երեք ես ամեն ինչի պատրաստ էի, որ հանկած գլխից այդ մաս չպակասի։ Դու շատ խելացի ես, Բելա։ Վախենալու չափ խելացի ես։ Որովհետև ինձանից շուտ ես զգացել, որ կարելի է այս իրավիճակից օգտվել։ Որովհետև մտածել ես Դավիթի պահվածքը իմ հանդեպ սովորական չի, չէ՞։ Ես եմ մեղավոր, որ թողել եմ զգաս այդ։ Չէ, Դավիթ։ Ոչ դու, ոչ ես մեղավոր չենք։ Ես չգիտեի, որ գալու եմ ձեր տանը աշխատելու ու քեզ եմ հանդիպելու։ Ես չգիտեի, որ դու իմ համար կարևոր ես դառնալու ու ես հետո սկսելու եմ քեզ։ Սկսելու ես ինձ ինչ, Բելա։ Նախադասությունը կիսատ մնաց, Բելա։ Սկսելու ես ինձ ինչ։ Հետո Լսի գոր, ես արդեն ինքս սկսում եմ վախենալ, երթվում եմ ու շատ։ Եթե ես իմանայի որտեղ է այդ կրիչը, մի վայրկյան չէի մտածի ու կտայի քեզ։ Բելան հաստատ տանը չի պահում։ Բա որտեղ է պահում։ Չգիտեմ, խնդրում եմ, հավատա։ Ես հիմա պետքա զանգեմ Բելային, բայց ոչ թե նրա համար, որ իրան ինչ-որ բան զգուշացնեմ, այլ որ ուղղակի իմանամ, որ ինքը լավ է։ Տուր, խնդրում եմ։ Դու ավելի լավ է զանգես ընկերուդ ու բացատրես, որ անինենց ոնց որ ես ասում եմ։ Դու սենց տենենց իմ հետ ես գալու ու ստեղ չես մնալու։ Ու որպեսի հանգիստ լինես ընկերուդ համար, հենց այսօր կգնաս իրան կբացատրես ու կհամոզես, որ այն ինչը որ ունի մոտը պետք է տա դրանց։ Եթե չէ, ուրեմն կհամարենք, որ այդ իր ընտրությունն է։ Շարունակի, Բելա, խոսա։ Հերիքա, Դավիթ, էլ չեմ դիմանում։ Բա որ իմանաս ես ոնց չեմ դիմանում։ Դու իմ կյանքում առաջին մարդն ես, որ նայում եմ ու չեմ հասկանում ով ես։ Առաջինը չեմ, հավատա։ Էլի քոնն ես առաջ տանում։
Ամեն ինչ ասել ան այնտեղ, որ արդեն անիմաստ է ինչ-որ բան փոխել։ Արդեն ասել եմ, արդեն թեման բաց է։ Նենց որ եթե ինձ չես հավատում, Նարինեին հարցրու։ Գիտես Նարինեն ով է, երկար չբացատրեմ։ Ինքն ամեն ինչ գիտի։ Ու դրա համար ձեր տուն չի գալիս։ Ես խնդրել եի իհարկե, որ քեզ ամեն ինչ ասի, բայց ապարդյուն, երևի ինքն էլ է հոգնել։ Մարդ է, հասկանում եմ։ Նարինեն գնացել է Հայաստան։ Աղջկա պիտի վիրահատեն։ Կասկածում եմ։ Նարինեի տանտեղը գիտես, չէ՞ հուսով եմ։ Երեք ավելի լավ էր։ Ուրախանում եմ, որ լավ ես լինում։ Որ սենց շարունակի շուտ կապակինվես։ Երեք լրիվ ուրիշ ալիս էիր։ Երեք լավ չէի։ Եթե դու չլինեիր, Ինչի մասն ես խոսում, երեք շատ լավ էիր։ երեք շատ վատ էի։ Ջուրն էի մտել։ Ինչ ջուր։ Հաստատ ու ադիրած ես տեսել։ Երեք ոչ մի բան չի եղել։ Ինչ։ Բա ուր է Բելլան։ Ինձ ես հարցնում։ Չի եկել։ Բայց այս մեքենան ո՞նց է ստեղ հայտնվել։ Բելլան ասաց, որ փչացել է ու ինչ որ տեղ է մնացել։ Մարկն է բերել։ Անհանգստացել է։ Այդ տեղին էլ ինպես գլուխը պատերին է տալիս, որ ձեզ մի բանով օգնի։ Գոր չէ։ Մարկը չի անհանգստանում։ Այս մեքենայի տեղը ինքը որտեղից իմացավ։ Բելլան ասում էր, որ երեք իր հետևից ինչ որ մեքենա է գնացել ու իրեն վախացրել են ու ինքը մտածում էր, որ այդ մարդիկ են։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ Մարկն է եղել։ Ինչ։ Սոֆա, այս արդեն չափազանցություն է։ Դու լրիվ Բելլայի ուղեղով ես սկսել մտածել։ Ու ես հիմա փոշմանում եմ, որ Մարկի մոտ Բելլային արդարացրել եմ։ Չէ, Մարկին պետքա մրցանակ տալ, որ ընկերը 8 դիմանում է։ 2 րոպե առաջ ասեցի, այդտեղն է մեքենան բերել։ Հիմա ինչ ես ասում։ Գոր ձեզ ինչի է թվում, որ ես ոչ մի բան չեմ հասկանում, որ իմ փոխարեն միշտ Բելլան է մտածում։ Այստեղ պարզից էլ պարզ է, որ ինչ որ մի բան այն չի։ Դրա համար եմ ասում, որ ես Մարկին չեմ վստահում։ Իրան երևի ինչ որ բան են խոստացել։ Ինքն էլ դե փողի համար ամեն ինչի պատրաստ է։ Որոշել է վախացնի Բելլային, հետո էլ տանի տա, որ օգուտ ունենա։ Ուրեմն դու որոշի ում ես վստահում, ում չէ։ Ես կսպասեմ։ Գիշերը եկել են, ցերեկը էլ չեն գա ապահովես։ Մնացածը ինքդ որոշի։ Սկզբի համար համոզվեցինք, որ Երևանում չի։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Եթե վախացնես, ոչ մի բան չի ասելու։ Նարինե բացի գիտեմ, որ տանն ես, լսում ես։ Ոնց անցավ աղջկադ վիրահատությունը։ Այսօր էր, չէ։
Թե թռիչք դեր այսօր, ուղղակի խառնում եմ օրերը։ Այն թե ինչի համար ես աղջկատ մասին սրտաճմլիկ պատմություններ հորինել, այդ հետո կհասկանանք։ Հիմա ուրիշ հարցի համար եմ եկել, որովհետև դու գիտես իրականում մեր ընտանիքում ինչ է կատարվում։ Էլի դու ես խառնում բոլորին։ Ինչ ես ուզում ես ընտանիքից հերիք չի։ Իմ հետ խոսա։ Եթե ասելու բան ունես, ինձ ասա։ Ես խնդրել էի, բացատրել էի, որ չխառնվի, որովհետև ոչ մի բան չկա։ Լավ, համարենք Բելան խափում է։ Հարց չկա։ Դու ինչի համար ես հորինել, որ պիտի շտապ Հայաստան գնաս։ Այդ ինչ լուրջ հարց ա եղել է, որ աղջկատ մասին վիրահատություն ես հորինել։ Ես իհարկե ձեր արձագանքը հասկանում եմ։ Չեմ ընդունում, բայց հասկանում եմ։ Ուղղակի դուք չեք գիտակցում, որ ձեր լռության պատճառով անմեղ մարդ ա տուժում։ Ես խնդրել էի քեզ, չէ։ Բացատրել էի։ Պարզա։ Այլ ավելացնելու ոչ մի բան պետք չի։ Պարզա, որ ոչ թե Բելան է խափում, այլ մենք բոլորս։ Բոլորդ ինձ եք խաբել, բայց ո՞նց։ Կասես իմանամ։ Ես մինչև այսօր մտածել եմ, որ դու մեր ընտանիքին հարազատ մարդ ես։ Հորիցս առաջ քեզ եմ զանգել, որ իմանամ ո՞նց ա մերս, որովհետև վստահել եմ քեզ։ Էսա դրա պատասխանը։ Դավիթ, ես շատ բան չգիտեմ։ Ասա այն ինչ որ գիտես։ Մայրդ շատ վատ է։ Երբեմն հրաժարվել է դեղերը խմելուց։ Վահանը ստիպել է։ Ես էլ մտածել եմ, որ Ալիսի համար է անում։ Դու տես չես մտածել։ Բելա։ Դու շատ լավ տեսել ես, որ Ալիսը վախենում է Վահանից, Նարինը։ Չի վախենում։ Ալիսը 1000 անգամ ասել է, որ Վահանը փրկել է իր կյանքը, ու ինքը ամբողջ կյանքում պատկ է Վահանին։ Փրկել։ Ինչից։ Չգիտեմ, Դավիթ։ Էլ ոչ մի բան չգիտեմ։ Ես էլ քո ոչ մի խոսքին չեմ հավատում։ Հերս։ Մորս խփել է։ Եղել է մի անգամ, որ հերս մորս խփի։ Չգիտեմ։ Գնա։ Չես հասկանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դու իմ մասին այդքան էլ լավ կարծիքի չես, բայց ես քեզ հիմա մենակ չեմ թողնի։ Ասա, պապ։ Տղես, ես պետքա դուրս գամ։ Այդ աղջկան զանգում եմ չի պատասխանում։ Դու տեղյակ ես որտեղ է։ Չես զգուշացրել որ չի գալու։ Կգա, պապ։ Զգուշացրել է որ կուշանա։ Ուր ենք գնում։ Ասացի, որ հիմա ինձ մենակ չես թողնում, չէ՞։ Ասում եմ, չէ՞ որ հերիք է։ Ասում եմ, չէ՞ որ պետք չի, բայց չէ, դու ամեն ինչի մեջ պետքա մտնես։ Չգիտեմ, ասածներիս համար փոշմանելու եմ, թե չէ։ Բայց դու ինձ պետք ես։ Շատ ես պետք։ Չեմ հավատում, որ այսքան է ես եմ ասում, բայց կողքիս մնա։
գնաս։ Արդ մոդեռն դիզայնից են եկել, ուզում եմ խոհանոցի կարիքը փոխել։ Արդ ջան, բարև։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Գույնը կարող եմ հասկանալ։ Դա իհարկե համեցեք։ Երևի թե ես ուղղակի գույնը չեմ պատկերացնում։ Հիմա կպատկերացնենք։ Խնդրեմ։ Շատ սիրուն է։ Հենց էս էլ ընտրում ենք։ Շատ լավ։ Մամ ջան, Դավիթ ջան, ոնց ես։ լավ։ Բելան էստեղ է, կարող է ինչ-որ բան ուզես, կարող է քաղցածես։ Չէ, շնորհակալ եմ։ Դու երեք տուն չես եկել։ Առավոտյան եմ եկել։ Բելաներ հետս էր։ Տեսանք, որ պապայի հետ քնած եք, դուրս եկանք, ինչի։ Չէ, ուղղակի հարցնում եմ։ Զգացել էի, որ տանը չես։ Հա, մի քիչ գործեր ունեի։ Հաստատ բան չի եղել, մամ։ Չէ, ուղղակի հարցնում եմ։ Լավ, դե ես գնամ մի քանի գործ ունեմ, Բելան էստեղ է, եթե ինչ-որ բան պետք լինի, ասա։ Մամ։ Դու էլ ես տեսել, որ մենք քնած ենք եղել։ Հա, ինչի։ Ամեն ինչ նորմալ էր։ Դու երեք մեր տանը եղել ես։ Հա, ինչ ա եղել։ Ես երեք ես շորով էի։ Շատ քիչ ժամանակ ա մնացել ընտրություններին։ 1000 բան կա անելու։ Մտածում եմ քեզ մի քանի կարևոր մարդկանց հետ ծանոթացնեմ։ Ինչի համար։ Ասում եմ չես լսում, բայց իսկապես քիչ ժամանակ ա մնացել։ Ու դու դեռ ոչ մի բան չես անում։ Ես նույն բանը պիտի կրկնեմ, պապ։ Կլինի ես անեմ։ Կհասցնեմ մի անհանգստացի։ Ստացում է, ես էլ պետք չեմ քեզ։ Դու ինձ միշտ ես պետք, պապ։ Ուղղակի ուզում եմ ինքս անել։ Որ եթե չստացվի, իմանամ ես եմ սխալվել։ Ոնց որ թե հա, լավ չեմ հիշում։ Ինչ եք հարցնում։ Երեք ինչ-որ բան ա եղել։ Չէ, Բայց տեսնում եմ, որ եղել ա։ ասեցի չէ։ Տիկին Ալիս։ Եկեք անկեղծ խոսենք։ Ես տեսնում եմ, որ դուք հիմա լավ եք ու ամեն ինչ շատ լավ հասկանում եք։ Նաև պիտի հասկանաք, որ եկել եմ ձեզ օգնեմ։ Ես շատ բան չեմ հիշում, Բելա։ Իսկ հիշում եք ինչից ա ձեր ամուսինը ձեզ փրկել։
Կներես, պապ։ Ես մտադրություն չունեի քեզ նեղացնելու։ Դու գիտես, որ ծանոթ բարեկամով գործեր չեմ սիրում։ Հասկանում եմ, բայց դու էլ պիտի հասկանաս, որ բայլան ես։ Ու եթե մի գործ ես սկսում, պիտի հաղթական ավարտին հասնես։ Մեր դեպքում մասնակցությունը հաղթանակ չի, տղա ջան։ Գիտեմ, պապ։ Բայց կլինի էդ ես անեմ։ Լավ։ Բայց ոնց հասկանում եմ, մենակ էդ չի։ Քեզ նման չես։ Դու ճիշտ ես, պապ։ Չեմ խափի։ Բայց նոր թեմա չի, էլի մամանա։ Ինձ ես ամեն ինչը դուր չի գալիս։ Կնեղանաս թե չէ, բայց ուզում եմ ինքս բժիշկ գտնել։ Հնարավոր չի տարիների բուժումը ոչ մի արդյունք չտա, չէ՞։ Այդ նորմալ չի։ Խնդիր չեմ տեսնում։ Ես միայն ուրախ կլինեմ։ Հա, ժամանակին ասել եմ, որ դեմ եմ, բայց էլ ոչ մի բան չեմ ասելու։ Մեղքի իմն է, որ այսքան ժամանակ փորձել եմ ավելի մեղմ ամեն ինչ ներկայացնել, որ չծանրանա քո համար։ Ալիսը ծայրահեղ վատ վիճակում է։ Մեկ-մեկ նույնիսկ վտանգավոր էր այդ նույն սենյակում քնել, նույն տանը թեկուս։ Միշտ պիտի մի աչքդ բաց պահես, որովհետև չգիտես ինչ կանցնի մտքով։ Բայց ես ապրել եմ ու ապրում եմ, որովհետև իմ ընտանիքն է, իմ կինը, ու ես ասել եմ, որ տեր եմ։ Ու չեմ ուզել, որ ուրիշ բժիշկներ գան ու հաջորդ օրը բոլորն իմանան այդ մասին, որովհետև Ալիսի նման հիվանդներին հատուկ հաստատություններում են պահում, տղա ջան։ Իսկ ես ուզում եմ, որ իմ կինը տանը լինի։ Դու որոշի։ Եթե մտածում ես միջև հիմա սխալ եմ արել, հիմա դու ճիշտն արա։ Եթե պետք լինի, ես Դավիթին էլ ոչ մի բան չեմ ասի, բայց ինքն էլ արդեն կասկածներ ունի։ Պետք չի վախենալ, ինքը հիմա այստեղա ձեր կողքին կլինի, բայց դրա համար պետքա, որ դուք խոսեք, ասեք ամեն ինչ, ասեք, որ ինչ-որ բան ա եղել ու դուք հիմա ստիպված եք շատ բաներ կուլ տալիս, որ վախենում եք, որովհետև թաքցնելու բան ունեք։ Դավիթը ձեր տղան ա, ձեզ շատ ա սիրում ու չկան հենց բան, որ չի հասկանա ու չի ընդունի։ Ավելի լավ չի ասեք, ձեզ էլ ազատեք այդ ծանրությունից ու էլ կարիք չունենեք դիմանալու այս ամեն ինչին։ Ես տեսնում եմ, որ հիշում եք, ախր պարզ տեսնում եմ, որ հիշում եք։ Ինչ ես ուզում ինձնից։ Ինչ ես ուզում ինձնից։ Գնա։ Ինչ ա եղել։ Դուրս տար ես աղջիկան։ Հանգստացի։ Դուրս տար։ Դուրս գնա։ Դուրս գնա։ Ոչ մի բան չեմ ասա դուրս։ Մենք 2 ժամ քննարկում էինք։ Սրտաճմլիկ խոսքեր ասում իբր մորս մասին ես մտածում։ Ես ընդհանրապես ուզում եի խոսել։ Ես տեսա դու ինչ էիր անում։ Սխալ ես հասկացել։ Ես հենց ամենասկզբից էլ ճիշտ էի հասկացել։ Ուղղակի պայտակ թուլացա ու հետևի սխալ։ Ստեղ մի բան հնչի, ուր էլ լինես, ես քեզ կգտնեմ։ Դու հիմա առանց ինձ լսելու։ Գնա ստեղից։ Գնա։ Գնա։ Ցաված։ Ընդհանրապես։ Որ ասում էի։ Հիմա մի հատ էլ մաքրենք ու արդեն կվերջացնենք։ Լսում եմ։ Կամ դու չես հասկանում, կամ էլ հասկանում ես, բայց խիղճ չունես։ Հիմա ես ուզեմ թե չէ պիտի գնամ Հայաստան։ Ինձ ոչինչ չի լինի։ Ես կդիմանամ։ Բայց դու ես քայլով Ալիսին ես վատություն անում։ Ինչի համար։ Այսքան տարի անցել։ Ալիսը միջև վերջին իր կոպեկը վճարել է։ Չես տեսնում, որ չի ապրում, մաշվում է։ Հա, քնում արտանում է, բայց չի ապրում։ Ինչ ես ուզում։ Ուզում ես անպայման, որ Դավիթն էլ իմանա, որ մայրը մարդ է սպանել։ Այդ քեզ ինչ է տալու։ Դրանով ինչ ես ուզում հասնես։ Թե քեզ թվում է ես դրա ձևը չգիտեմ։ Ես միշտ Դավիթի մասին եմ մտածել։
Ինչ արել, որ հիմա ամբողջ կյանքը փչանա, թունավորվի։ Չէ։ Ոնց որ հասկանում եմ դու միջև վերջ ես գնալու։ Ու հետո տեսնեմ ոնց ես ապրելու։ Բելա Անին է Երևանից, մեր ուժանի քույրը։ Այսպես չեն անում։ Զանգեցիք, համոզեցիք, որ խոսեմ, ասացիք, որ գործով կզբաղվեք, հույս տվեցիք ու անհետացաք։ Եթե մինչև օրվա վերջի լուրջ եղավ ձեզնից, ես եմ հարցը բարձրացնելու եւ ասելու եմ, որ դուք ինչ-որ ինֆորմացիա ունեք։ Չեմ դիմանում։ Բելգոնե կապի դուրս արի, իմանամ, որ ամեն ինչ լավ է քո հետ։ Դաշնամուր եմ ուզում վերցնել, ընկերներս խորհուրդ են տվել, որ հենց ձեր մոտից գնեմ։ Մի քանի տարբերակ եմ նայել, բայց ամենաշատը հենց ես եմ հավանել։ Արտակարգ գործիքա իմ սիրած գործիքներից մեկն է։ Շնորհակալ եմ շատ։ Անպայման հեսա թղթերը պատրաստ եմ։ Լավ։